Հակոբոս 3-րդ գլուխ 13-ից 18 համարները։ Ձեր մեջ ով է իմաստուն եւ խելացի, թող ցույց տա բարի վարքով իր գործերը իմաստության հեզությամբ կատարված։ Ուստի եթե ձեր սրտերում դառը նախանց ու եսասիրություն ունեք, մի բարձեցեք եւ մի ստեք ճշմարտության դեմ։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական։ Որովհետեւ որտեղ նախանց ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար գործ կա։ Իսկ ի վերուս տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողնակալ, անկեղծ։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց կողմից, ովքեր խաղաղություն են անում։ Ամեն։ Աղոթք անենք։ Մեր պաշտել երկնավոր Հայր, խոնարհվում ենք այս առավոտ քո առջև ու շնորհակալ ենք, որ դու մեծ եւ հզոր Աստված ես, որ դու մեր կյանքերը շարունակում ես տնօրինել, ղեկավարել եւ քո ողորմությամբ ու քո շնորհով զորացնում ես մեզ, որպեսզի մենք կարողանանք ապրել քեզ հետ, ապրել հավատքի մեջ։ Փառք ես Տեր քո շնորհքի զորության համար։ Եվ հիմա մեր վստահությունը քեզ վրա է, Տեր, որ այսօր էլ դու քո հոգով առաջնորդես մեզ։ Տաս որ հասկանանք քեզ էլ ավելի, հասկանանք իմաստությունը, խրատը, հասկանանք այն, ինչ որ դու ուզում ես, որ մենք էլ ավելի լավ սովորենք, փոխվենք, նորոգվենք եւ էլ ավելի քեզ մոտենանք։ Ուստի օրհնիր մեզ ու առաջնորդիր Հիսուսի անունով, Տեր, ամեն։ Մեր թվակությունից առաջ առաջին դարում հռոմեական փիլիսոփա Ցիցերոնը պնդում էր, որ իմաստությունը մեզ տրված լավագույն պարգևն է։ Այն ամեն բարիքի մայրն է։ Իրենից դեռ 9 դար առաջ Սողոմոն թագավորի մեծագույն խնդրանքն Աստծուն իմաստությունն էր, որպեսզի նա լցվի իմաստությամբ եւ առաջնորդի ու ծառայի Աստծուն, առաջնորդելով իր ժողովրդին։ Առակաց 4 գլխի 7-րդ համարում նա ասում է. «Գերագույնը իմաստությունն է, իմաստություն ստացիր եւ քո ամբողջ ունեցվածքի գնով հասկացողություն ձեռք բեր»։ Ինչ է իմաստությունը այսօր մեզ համար, որքանով ենք մենք գիտակցել մեր մարդկային իմաստության տկարությունը եւ մեծ կարիքը լցվելու երկնային իմաստությամբ։ Եթե գիտակցել ենք, ապա արդյոք այն մեր ամենօրյա աղոթքի թեման է դարձել։ Հակոբոս առաջին գլխում ներածական մասում խոսեց իմաստության մասին, թե ինչու է կարևոր ձեռք բերել իմաստությունը եւ թե ինչպես ենք մենք ձեռք բերում, ինչպես ենք լցվում երկնային իմաստությամբ։ Մեզ պետք է շարունակ լցվել Աստծո իմաստությամբ, որպեսզի ճիշտ հասկանանք Աստծուն, նրա նպատակները ու գործելակերպը, որպեսզի կարողանանք ճիշտ կերպով ու շարունակապես լինել նրա խոսքը գործնականում կատարողներ։ Իսկ այսօրվա մեր կարդացած հատվածում Հակոբոսը խոսում է երկու տեսակ իմաստության մասին։ 14-ից 16-րդ գլխում նա խոսում է մարդկային փուչ իմաստության մասին, իսկ 17 եւ 18 համարներում երկնային իմաստության մասին։ Եվ նա նկարագրություն տալով ցույց է տալիս նաեւ այս երկու իմաստությունների բերած արդյունքը, պտուղը, ինչ է նա բերում մարդու կյանքում։ Հակոբոսն այս պարբերությունը սկսում է հարցադրումով. «Ձեր մեջ ով է իմաստուն եւ խելացի»։ Նա դիմում է նրանց, ովքեր կարծում են, թե իմաստուն են, եւ տալիս է նրանց ինքնակնության միջոց, ասում է. «Ցուցադրեք ձեր այդ ունեցած իմաստությունը բարի վարքով, ձեր ապրած կյանքով ու գործերով»։ Այս ցույց տալը թարգմանվում է նաեւ ապացուցել, այսինքն ապացուցեք ձեր վարքով, ձեր ապրած կյանքով, որ դուք ունեք ճշմարտության ճանաչողությունը եւ ունեք ճշմարիտ իմաստությունը։ Այսինքն որպեսզի մարդը հասկանա իր ունեցած իմաստության էությունը, որակը, ապա պետք է նայի իր գործերին։ Ինչպես 2-րդ գլուխ 18 համարում նա ասաց. «Ես քեզ ցույց կտամ իմ հավատը իմ գործերով»։ Ինչպես հավատեությունն է երևում, բացահայտվում մարդու ապրած կյանքով ու գործերով, նմանապես իմաստությունը
այն ցուցադրվում է, այն գործ է դառնում եւ իր էությունը բացահայտում է։ Նախորդ հատվածում նա խոսեց լեզվի ղեկավարման մասին, դրա կարևորության եւ անհրաժեշտության մասին։ Նաեւ վտանգների ու հետևանքների մասին, երբ մարդը չի ղեկավարում իր լեզուն։ Սակայն հարց է առաջանում, իսկ ինչպես ղեկավարենք մեր լեզուն, որտեղ այդ կարողությունը։ Այն դեպքում, երբ Հակոբոսը նկարագրեց լեզուն որպես մի անզուսպ չար, մահաբեր թույներով լցված, անիրավության աշխարհ, որը մարմնավոր մարդը չի կարողանում հնազանդեցնել, չի կարողանում այն ղեկավարել։ Ահա թե ինչու նա հաջորդիվ խոսում է իմաստության մասին։ Այո, մարմնավոր մարդ, ով չունի Աստծո հոգին, չի կարող ղեկավարել իր լեզուն, քանի որ նրա իմաստությունը մարդկային է, որը ծնում է անկարգություններ։ Իսկ Աստծո զավակը լցվելով վերին իմաստությամբ, նա կկարողանա ղեկավարել իր լեզուն եւ ծառայեցնել արդարությանն ու շինությանը։ Դու ասում ես, որ ունես ճշմարիտ իմաստություն, ճշմարիտ գիտություն, ուրեմն արի նայենք քո գործնական քրիստոնեությանը։ Օրինակ քո լեզվի պատղին, արդյոք դու ղեկավարում ես քո լեզուն հեռու պահելով մեղքից եւ ծառայեցնելով այն Աստծուն։ Այս իմաստուն բառը նշանակում է ունեցած գիտելիքը գործնականում կիրառել։ Իսկ խելացի բառը նշանակում է մտավոր գիտելիքների մեծ պաշար ունեցող մեկը, գիտակ մեկը, մեծ տեղեկություն ունեցող մեկը։ Վարք բառն այստեղ նշանակում է ապրելակերպ, այսինքն ցույց տուր քո ամենօրյա ապրելակերպով, ոչ թե պարզապես մեկանգամյա գործողությամբ, այլ ապրելակերպ, որը ցույց է տալիս մարդու էությունը։ Եթե ապրելակերպ, ապա այն ցույց է տալիս էությունը, ոչ թե պարզապես մեկանգամյա գործողություններ։ Եվ մարդիկ տեսնում են քո ապրելակերպը, արդյոք գնահատում են այն որպես բարի։ Մարդու ամենօրյա խնդիրների ու փորձությունների հանդեպ քո վերաբերմունքը, արձագանքը, դրանց լուծում տալը, այդ ամենի մեջ արդարություն փնտրելը, Աստծուն փառավորելը, Աստծո նպատակի իրականացումը փնտրելը, խոսքի մակարդակում ցուցաբերած պտուղը, այս ամենը խոսում է մարդու ունեցած իմաստության որակի մասին եւ ճշմարտության ճանաչողության մակարդակի մասին։ Ասում է ցույց տուր քո գործերը, որոնք կատարվել են իմաստության հեզությամբ։ Հայերեն ուրիշ թարգմանություններում կարող է հանդիպել այլ կերպ, հա, բայց այս իմաստության հնազանդությունը շատ ավելի համապատասխան է այս համատեքստում։ Եվ մարդու վարքը ու գործերը կատարվում են հեզությամբ, ապա այն խոսում է ճշմարիտ իմաստության մասին։ Հեզություն չի նշանակում թուլություն կամ խեղճություն, այլ կարողություն ղեկավարելու արկա ուժը։ Ինչպես անցյալ անգամ տեսանք, որ լեզուն ունի ազդեցության մեծ ուժ, ղեկավարելու պոտենցիալ, իսկ որպեսզի դու ղեկավարես այդ լեզուն ու այդ պոտենցիալը ծառայեցնես ի բարին, ապա անհրաժեշտ է հեզություն, այնպիսի հեզություն, որը գալիս է իմաստությունից, իմաստության հեզությունը։ Օրինակ, հեշտ է, երբ բարկացած ժամանակ անմիջապես թույլ տաս քո զգացմունքներին դուրս պրծնեն եւ համապատասխան հարված հասցնեն դիմացինին։ Սակայն սա թուլություն է, քանի որ դու չկարողացար ղեկավարել քո անձը, քո զգացմունքները, միտքդ, լեզու չկարողացար կառավարել մարմինը, ձեռքերդ։ Իսկ երբ փորձության ժամանակ կա իմաստուն արձագանք, հեզ պատասխան, որը ղեկավարում է քո էմոցիաները, ու չար պատասխանը փոխարինում գործնական սիրով, ապա սա զորություն է։ Սա հատուկ է միայն Աստծո զավակներին, երկնային իմաստություն ունեցողներին։ Հեզությունը դառնում է քրիստոնյայի ներքին բնավորություն։ Հեզությունը դրսևորվում է արտաքին պահվածքով, համբերատարությամբ, հանդարտությամբ, այն ղեկավարում է մարդու ներքին զգացմունքները, բարկությունը, ցանկությունները եւ այս ամենը հնազանդեցնում է Աստծուն, հնազանդեցնում է ճշմարտությանը։ Դու ասում ես, որ իմաստուն ես, լավ, արդյոք քո արարքները կատարվում են իմաստության հեզությամբ։ Եղիր անկեղծ ու ճիշտ գնահատիր քեզ, որտեղ եթե հասկանաս, որ իմաստուն չես, Հակոբոսն ասաց ինչ պետք է անել առաջին գլխում։ Նա ասաց. խնդրեցեք Աստծուն, շփվեք Աստծո հետ, նրա խոսքի հետ շարունակ, որպեսզի փոխվեք ու երկնային իմաստությամբ լցվեք։ Առակաց 9:10
Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է։ Ինչու իմաստությամբ լցվելը սկսվում Աստծո վախից։ Աստված վախությունը վերաբերում է Աստծո զավակներին։ Ով Աստծո զավակ չէ, նա չի կարող ունենալ երկնային իմաստություն։ Դրա համար, որպեսզի դու ունենաս իմաստություն եւ աճես դրանում, նախ պետք է Աստծո զավակ լինես։ Այստեղից է սկսվում ճշմարիտ իմաստության ձեռքբերումը եւ հնարավորությունը աճելու դրանում։ Դրա համար իմաստության սկիզբը Տիրոջից վախն է, Տիրոջը ընդունելն է, Տիրոջը հավատալն է, Տիրոջ զավակ դառնալն է։ Սաղմոս 14:1 հիմարն ասաց իր սրտում, որ Աստված չկա։ Նա ով չի հավատում ու չի ընդունում Աստծուն, նա մնում է մարդկային, ապականված ու մոլորեցնող իմաստության մեջ։ Կարծելով, թե իմաստուն է, նա հիմարանում է, ուր իր իմաստությունը տանում է իրեն կործանման։ Մարդիկ կարող են շատ գիտելիքներ ունենալ, կյանքի տարբեր ոլորտներում, տարբեր գիտությունների մեջ, սակայն չլինեն իմաստուն, չունենան կյանքի մեծագույն գիտությունը, Աստված ճանաչողությունը, եւ չունենան ճշմարիտ իմաստությունը ապրելու կյանքը ըստ Արարչի ծրագրի։ Այսօր կուսումնասիրենք միայն առաջին այս տեսակ իմաստությունը, ինչպես է Հակոբոսը նկարագրում մարդկային ունայն իմաստությունը։ Այս տեքստում նա տալիս է մեզ 5 նկարագրություն մարդկային իմաստության մասին, 5 նկարագրություն՝ եսակենտրոն, երկրավոր, մարմնավոր, դիվական եւ կործանարար։ Եվ պետք է փորձենք այս տեքստի միջոցով տեսնել այս 5 նկարագրությունները, թե ինչպիսին է մարդկային իմաստությունը։ Ուրեմն առաջինը, ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն եսակենտրոն է։ 14 համարից Ուստի եթե ձեր սրտերում դառը նախանձ ու եսասիրություն ունեք, մի պարծեցեք եւ մի ստեք ճշմարտության դեմ, այս իմաստությունը վերևից չի իջել։ Եթե քո ունեցած իմաստությունը ունի այսպիսի նկարագրություն եւ դրսևորում, ապա այն վերևից չի իջել։ Եթե քո սրտում ունես դառը նախանձ ու եսասիրություն, ապա դու ստում ես ու դու խաբված ես կարծելով, որ ունես ճշմարիտ իմաստությունը։ Ասում է, եթե ձեր սրտերում ունեք, նախ տալիս է սրտի նկարագրությունը ու հետո ասում է, այս իմաստությունը երկնային չէ։ Այսինքն նա իմաստությունը եւ մարդու սիրտը մեկացնում է։ Ինչպիսին որ սիրտն է, այնպիսին էլ եւ իմաստությունն է։ Եթե մարդու սիրտը լի նախանձով ու եսասիրությամբ, եթե նա չի փոխվել իր սրտի մակարդակում, չունի վերստին ծնունդ, ապա նա չի կարող ունենալ երկնային իմաստությունը։ Այս երկրավոր ու դիվային իմաստության նկարագրությունը խոսում է անհավատ մարդու մասին, սա անհավատի մասին է, անհավատի ու մարդկային իմաստության։ Ինչպես Պողոսն է նկարագրում առաջին Կորինթացիս նամակի առաջին գլխում, կոլոսյանների իմաստությունը որպես անհավատների իմաստություն, քանի որ նրանք խաչի քարոզությունը համարում են հիմարություն։ Նա ասում է 21-րդ համարում առաջի գլխի, աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ։ Աշխարհը իր մարդկային իմաստությամբ չճանաչեց Աստծուն։ Այստեղ Պողոսը նույնպես խոսում է անհավատների իմաստության մասին, որը երկրավոր է ու հեռու է Աստված ճանաչողությունից։ Նմանապես Հակոբոսն է նա խոսում անհավատների ունայն իմաստության մասին, նկարագրելով նրանց սրտի չար շարժառիթները։ Նախանձ ու եսասիրություն։ Այս բառերը նկարագրում են այնպիսի սիրտ, որը տարված է միայն սեփական շահով։ Սա սրտում ունեցած մոտիվացիայի մասին է, նրա սրտի մոտիվացիան միայն իր ցանկություններն են։ Նա ստում է ճշմարտության դեմ, որպեսզի իր ուզածները կատարի, իր ուզածներին հասնի։ Նրան չի հետաքրքրում ուրիշների շահը, հաջողությունը, այլ միայն իր անձի բարձրացումը, համբավը, հեղինակությունը, ճանաչվածությունը, որպեսզի ինքը փառավորվի ու իր ցանկությունները իրականացնի։ Անկամ երբ դու տեսնում ես անհավատների չակերտավոր բարի գործերը, իմացիր, որ դու միայն արտաքին իրենց բարի կերպարանքն ես տեսնում ու հիշիր, որ դու չես տեսնում նրանց սիրտը, դու չես տեսնում նրանց սրտի շարժառիթը, եսը փառավորելու նրանց մղումը, արարքների նպատակը։ Դա համար դու նայիր, թե
Աստված ինչ գնահատական է տալիս անհավատների կատարած գործերի վերաբերյալ, նրանց, ովքեր իրեն են մերժում։ Այդ ամեն դիմակները դատաստանի օրը պիտի պատրվեն ու ամոթով մնան եւ ցուցադրվեն մարդկային ունայն իմաստությունը, մարդկային ունայն գործերը բարի անվան տակ։ Այսպիսի սիրտ ունեցողներին Հակոբոսն ասում է. մի պարծեցեք եւ մի ստեք ճշմարտության դեմ։ Մարդու լեզուն խոսում է սրտի ավելցուկից, հետևապես շուրթերի պտուղը ցույց է տալիս, թե իրականում ինչ է կատարում նրա սրտում, ինչ հավատ ունի եւ ինչպիսի իմաստություն ունի։ Պարծենալ նշանակում է մեծարել սեփական անձը։ Այսպիսի մարդիկ պարծենում են իրենց իմաստությամբ, խելացիությամբ, եւ սա հպարտություն է։ Դրա համար նրանք դիմացի մարդկանց ցածրացնում են, անարժեք համարում, իրենց վերաբերմունքով, պահվածքով ու խոսքերով ցույց են տալիս, որ իրենք ավելի կարևոր են, ավելի բարձր են, շատ ավելի հաջողությունների են հասել այս կյանքում։ Սակայն երկնային իմաստությունը ծիծաղում է այս հիմարության վրա, որտեղ հիմարությունը ապրել դիզելով գանձեր, որոնք ժամանակավոր են, որոնք թողնելու ես ու գնաս այս կյանքից։ Մարդիկ պարծենում են իրենց ունայն հարստությունով, իսկ Աստծո զավակները պարծենում են Տիրոջով, պարծենում են, որ ճանաչում են ճշմարիտ Աստծուն, ունեն նրա իմաստություն, նրա միտքը, որով եւ ապրում են իր կամքի համաձայն, իր ծրագրերի համար եւ իր նպատակների իրականացման համար։ Ով իր անձով է պարծենում, նա դրանով ցույց է տալիս, որ չի գիտակցել իր մեղավորության ու սրտի չարության խորությունը։ Եթե Քրիստոսը չի դարել մարդու պարծանք, ապա նա կորսված է, նա իրապես չի ճաշակել Աստծո ողորմությունն ու շնորհը։ Նա դեռ կարճած է իր եսից, նա դեռ կույր է ու չի հասել ճշմարիտ ինքնաճանաչողության։ Եթե այսպեսին է քո սիրտը, եթե այսպիսի մեղավոր ձգտումներ ու փափագներ ունես, եթե պարծենում ես քո անձով, ապա խոստովանիր, ապաշխարիր, փնտրիր սրտիդ փոփոխությունը Աստծո առջև գալով հեզությամբ եւ խոնարհությամբ, որպեսզի նրա ողորմությունը գտնես, որպեսզի քո միտքը բացվի ու դու տեսնես, թե ով է արժան, որով դու պարծենաս, ումով որ դու պարծենաս։ Հակոբոսն ասում է, որ նրա շուրթերի պտուղը ստությունն է եւ կեղծիքը։ Նա ստության հոր զավակ է։ Նա խաբված է ու չարի ծառա, նա հակում ունի հակառակվելու ճշմարտությանը։ Իր անձով պարծանքը արդեն իսկ ստություն է։ Որքան էլ նա իրեն համարում է իմաստուն, խելացի կամ իրեն համարում է քրիստոնյա, նա ինքնախաբված է։ Սրտում կան կեղծ մոտիվներ, նա եսասեր է, հպարտ, իր շուրթերը գովում են իր անձը, ուստի նրա ուսուցանածը չի կարող լինել ճշմարտությունը։ Այսօր որքան շատ ենք տեսնում քրիստոնյա ուսուցիչներ, քրիստոնյա անվան տակ ներկայացողներ, իմաստուն ու խելացի կերպարանքով, հատուկ շորերով, ճարտար ու մանիպուլացնող լեզվով, սեփական անձը փառավորող։ Նրանք շարունակ ճշմարտության դեմ են խոսում, քանի որ շարունակ ծռում են Աստծո խոսքը։ Քննիր այսօր քո իմաստության որակը, որքանով է այն մնացել դեռ այս աշխարհի կերպարանքի ու գործելակերպի մեջ, եւ որքանով է այն շարունակ նմանվում երկնային, եւ որքանով ենք մենք շարունակ լցվում Աստծո իմաստությամբ։ Որքանով է Քրիստոսը դարձել քո միակ պարծանքը եւ որքանով է քո շուրթերը պարծենում քո անձով ու քո ձեռքբերումներով։ Ուրեմն առաջին ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն եսակենտրոն է, նրա սրտի շարժառիթները ուղղված են դեպի սեփական շահ ու ցանկությունները, իսկ երկնային իմաստությունը փնտրում է ավետարանի շահը, Աստծո փառքը։ Երկրորդ մեր տեքստում ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն երկրավոր է, 15-րդ համարը։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է։ Այն վերևից չի իջել, այն բարի շնորհները չի, որը որ Աստծուց է իջնում, այն երկրավոր է, երկրավոր, մամնավոր եւ դիվական։ Մարդը ունի 3 թշնամի, աշխարհը, սեփական մեղավոր անձը, մեղավոր մարմինը ու դիվային աշխարհը։ Մարդկային իմաստությունը ձևավորվում է այս 3 ոլորտների չար
ազդեցությունից։ Անկում ապրած այս երկիրը շարունակ խորանում է ստի մեջ անհավատության, աթեիզմի ու մարդկային ունայն մտքից ծնված զանազան փիլիսոփայությունների մեջ։ Անհավատ աշխարհը շարունակ քննադատում է Աստծո ճշմարտությունը ու բերում է իր կեղծ փաստարկները։ Այն գրանցում է իհարկե հաջողություններ, մեծապես ազդելով անհավատ մարդկանց վրա։ Ու նաև ունի գայթակղող ուժ, գայթակղության ազդեցություն նաև քրիստոնյաների վրա։ Այս աշխարհում եղած սուտը, կեղծիքը շարունակ ազդելով մարդկանց վրա ձևավորում է նրանց գիտակցության մեջ սուտ աշխարհընկալում, կյանքի ու Աստծո մասին կեղծ ճանաչողություն է տալիս։ Սա այդ մեկտեղ աշխարհում քրիստոնյա անվան տակ բազում ճշմարտանման գաղափարներ նույնպես իրենց չար գործն են անում մարդկանց մոլորեցնելով իրական ճշմարտությունից։ Եվ հավատացյալը նույնպես ընկնում է այս գայթակղությունների մեջ։ Երբ քրիստոնյան անհաստատ է ճշմարիտ վարդապետության եւ իմաստության մեջ, երբ հեռու է Աստծո հետ առողջ հաղորդակցությունից, ապա նրա մեջ նույնպես աշխարհի այս չար սերմերը զարգանում են եւ վտանգավոր են դառնում։ Դրա համար տեսնում ես մարդկանց, որոնք եկեղեցու մեջ են կամ գուցե եկեղեցու շրջակայքում են ոչ շատ հեռու, ինչպես Պետրոսը կրակ էր գտել այս աշխարհում ու տաքանում էր այդ աշխարհի կրակով, շատերը մնացել են այս աշխարհային մտածելակերպի մեջ, առաջնորդվում են իրենց ունեցած այսպիսի երկրավոր իմաստությամբ, բավարարվելով ու կարծելով, թե ամեն բան իրենց մոտ լավ է։ Ունեն բավականաչափ ճանաչողություն Աստծո մասին, Աստծո խոսքի գիտություն ունեն, Աստծո կամքի համաձայն որոշումներ են կայացնում, առաջնորդվում են նրա հոգով, սակայն խաբված են, քանի որ իրենց առաջնորդողը երկրավոր մարդկային իմաստությունն է դեռ ձևավորված իրենց անցյալ կյանքից տարիների ընթացքում եւ դեռ շարունակվում է լցվել ու ձևավորվել այս աշխարհից։ Նրանք կարիք չունեն խորհրդատուի, կարիք չունեն եկեղեցու առաջնորդների խորհրդի, իրենք ամեն բան շատ լավ հասկացել են, գիտեն ու իրենց կյանքում ամեն բան Աստծո կամքով են իրականացնում։ Երանի թե ճանաչած լինեին Աստծո կամքը ու ես էլ գնայի իրենց մոտ խորհրդի։ Անկամ Աստծո խոսքի մեծ գիտակները կարիք ունեն խորհրդի ու իմանալով իրենց կարիքը խորհրդակցում են իրենց համածառայակից հովիվների հետ։ Իսկ դուք ամեն բան շատ լավ գիտեք, հասել եք Աստծո գիտության ճանաչողության վերին աստիճանին։ Սիրելիներս, զգուշացեք այս աշխարհի իմաստությունից, որը շարունակ ազդում է ձեր մտածողության վրա, կերտում է ձեր մեջ ունայն իմաստությունը ու շեղում ճշմարիտ իմաստությունից։ Այն զրկում է ձեզ ունենալու Քրիստոսի միտքը։ Կողոսացիս 2:8 Զգուշացեք չլինի, թե մեկը ձեզ գերի դարձնի փիլիսոփայությամբ ու դատարկ խաբեությամբ, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների կամ աշխարհի սկզբունքների վրա եւ ոչ թե Քրիստոսի վրա։ Աշխարհը իր մոլար գաղափարներով շարունակ ազդում է բոլոր մարդկանց վրա։ Ուստի զգուշացեք, որ ձեր իմաստությունը չձևավորվի ըստ այս աշխարհի ունայն իմաստության։ Դրա համար երկրորդը, ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն երկրավոր, այն հիմնված է ստի եւ ունայնության վրա, այն կեղծիքի վրա է հիմնված։ Երրորդը, ինչպիսին է մարդկային իմաստությունը ըստ այս տեքստի, երրորդը այն մարմնավոր է։ 15 համարում դարձյալ տեսնում ենք, երկրավոր է, մարմնավոր ու դիվական։ Ուրեմն մարդկային իմաստությունը ձևավորվում է նաև մարդու սեփական մեղավոր եսի ազդեցությունից։ Ասում այն մարմնավոր է։ Այստեղ հունարեն փյուսիքոս ածականն է։ Այն մարդու մեղավոր բնության մասին է, բնական մարդու ներքին ապրումներ, մտքեր եւ զգացմունքներ։ Փյուսիքոս, փյուխե։ Ես հատուկ դիտավորել եմ ասում այս բառը, որ ձեզ հիշեցնի ինչ-որ մի բառ, այո, պսիխիկա։ Եվ այստեղից է գալիս պսիխոլոգիա տերմինը, հա, հայերեն հոգեբանություն, որի հիմքերը աթեիզմն է, մարմնավոր իմաստությունն է, մարդկային գաղափարների
ու զգացմունքների հիման վրա կառուցված։ Դրա համար այն հակասում է Սուրբ գրքին։ Իսկ շատ քրիստոնյաներ վստահում են այս աշխարհիկ փիլիսոփայությանը եւ դիմում խորհրդատվությունների։ Գիտեք ինչու, որովհետեւ իրենց իսկ իմաստությունը մարմնական է, իրենց զգացմունքների ու մարմնավոր մտքերով ձևավորված։ Չկա վերին իմաստություն, որպեսզի այն նա զանազանի ճշմարտանմանը կեղծը իրական ճշմարտությունից։ Մարդիկ ժամանակավոր զգացական դաշտում եղած ինչ-որ մակերեսային փոփոխություններով կարծում են, որ այդ հոգեբանությունը աստվածահաճո արդյունք է տվել։ Այնինչ չկա արմատական մեղքի մակարդակում լուծում, չկա անձի փոփոխություն, այն մարդահաճո ժամանակավոր ու մոլորեցնող արդյունք է տալիս։ Դե զգացմունքներս լավ են, ուրեմն ամեն բան լավ է։ Այնինչ Տերը ուներ իր նպատակը այդ քեզ հանդիպած դժվարությունների մեջ բերելու հոգևոր փոփոխություններ։ Դե հովիներին ինչ դիմեմ, պիտի էլի Աստվածաշունչը բացեն ու ասեն, կարդացեք, սովորեք, աղոթեք։ Չէ, մեզ պետք է նոր, գիտական, հատուկ մոտեցում, ավելի լուրջ, ավելի մոդեռն, գրավիչ, ամենակարևորը իմաստուն հնչող տերմիններով։ Ձեր առաջարկածը հին է։ Իսկ սա լավ է։ Մի հատ դեղ ես խմում, զգացմունքների հարցը լուծված է, ուրեմն ապրում ես ուրախ եւ զվարթ։ Երբ Տիրոջ եկեղեցին 19 դար առանց հոգեբանների է եղել, արդյոք ճշմարիտ հովիվները հոգևոր խնամք չեն տարել Աստծո խոսքի միջոցով։ Մարդիկ հոգևոր բժշկություն արդյոք չեն ապրել, չեն առողջացել իրենց հոգևոր ախտերից ու դեպրեսիաներից։ Ինչ այսօր Աստծո խոսքը կորցրել է իր զորությունը։ Ոչ, պարզապես մարդիկ են ուրանում այդ զորությունը։ Հեշտ է գիրքը փակել, դնել մի կողմ ու դեղ խմել մեկ բաժակով։ Հեշտ է 5 րոպե աղոթել, հետո դիմել այլ միջոցների խնդրի լուծման համար։ Երբևէ եղել է քո կյանքում 1 ժամ գոնե աղոթքի մեջ լինես։ Ամբողջ գիշեր։ Հիսուսն ինչ էր անում, չէ՞։ Ամբողջ գիշեր աղոթքի մեջ էր։ Իսկ մենք ունենք հոգևոր տագնապ, ունենք խնդիրներ, 5-10 րոպե աղոթքը մեզ բավական է։ Կարծում ենք, թե բավական է։ Առողջ աղոթքի կյանքի բացակայությունն է ամեն տեսակ չլուծված դեպրեսիայի պատճառը։ Ես չեմ հավատում, որ Տերը իր զավակներին չտա այնպիսի հոգու խաղաղություն ու ազատագրում, որը գոլորշացնում է ամեն տեսակ հոգևոր ճնշումներն ու փոթորիկները։ Քանի որ նա խոստացել է ու նա կատարել է ու կատարում է։ Քանի որ նա է խաղաղության իշխանը, որտեղ Տիրոջ հոգու գործը կա, այնտեղ խաղաղություն է, ներքին ամրություն։ Այս փսիխիկոս բառը, որ թարգմանվում է մարմնավոր կամ զգացական, Պողոսն օգտագործեց Կորինթացիների թղթում, նույնպես, առաջին Կորինթացիս 2:14։ Բայց մարմնավոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են եւ չի կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ Հուդան նույնպես իր թղթի մեջ օգտագործում է այս բառը, Հուդա 1:19։ Սրանք իրենց բարձր են դասում զգայական մարդիկ են, որոնք հոգին չունեն։ Այստեղ նկարագրվում են անհավատ մարդիկ, ովքեր առաջնորդվում են մարմնական զգացմունքներով, մարդկային իմաստությամբ։ Այս տերմինը նկարագրում է այս իմաստությունը, որը բխում է մեղավոր մարդու անկում ապրած մտավոր եւ զգացական աղբյուրից եւ դրսեւորվում է աղավաղված գաղափարներով, ցանկություններով, ձգտումներով եւ գործնական քայլերով։ Մարդու համար մեծ վտանգ է հանդիսանում իր իսկ սեփական անկում ապրած միտքը ու զգացմունքները։ Դրա համար Սուրբ Գիրքը պատվում ասում է քո անձին մի վստահիր, այլ վստահիր Աստծո ասածներին։ Երբ մարդը իր տրամաբանությանը, զգացմունքներին ու փորձառությանն է վստահում, չքննելով դրանք ու չստուգելով Աստծո ճշմարտությամբ, Աստծո խոսքով, ապա մեծ վտանգ կա, որ մոլորվես ու մեղքի մեջ ընկնես։ Ուրեմն երրորդ, ինչպիսին է մարդկային իմաստությունը։ Այն մարմնավոր է,
անկում ապրած մտքի ու զգացմունքների կողմից ազդված ու ձևավորված։ Դրա համար ոչ թե առաջնորդվիր քո զգացմունքներով, այլ շարունակ նորոգվելով մտքիդ նորոգությամբ, Աստծո խոսքի միջոցով, այդ խոսքով առաջնորդվիր։ Քո միտքը երբ որ նորոգվում է, այն կարողանում է զանազանել ճիշտը սխալից եւ ճիշտ որոշումների գալ Տիրոջ խոսքի համաձայն։ 4. Ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն դիվական է։ Դիվական աշխարհը նույնպես շարունակ ազդում է մարդկանց վրա, հեռացնելով Աստծո խոսքից ու Աստծո իմաստությունից։ Սատանան իր ամբողջ դիվային զորքով գործում է մարդկանց մոլորեցնելու ճշմարտությունից, հավատացնելով իր ստին։ Սատանան համոզեց Եվային, որ դու կարող ես նույնպես Աստված լինել, ունենալ իմաստություն, գիտություն, չարն ու բարին զանազանելու։ Եվ հիմա նույնպես շատերը համոզվել են Սատանայի ստերին հավատալով, որ իրենք բավականին գիտություն ունեն, բավականին իմաստ ունեն ու կարծում են գործնականում ծառայում են Աստծուն։ Առաջ Տիմոթեոս 4:1-2 համարները։ Հոգին հայտնապես ասում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատից կհեռանան եւ ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիների ու դևերի վարդապետություններին, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խշմտանքը խարանված է։ Սատանան ունի իր բազում զինվորներ այս աշխարհում, ստախոսներ եւ կեղծավորներ։ Այս մարդիկ դիվային վարդապետություն են քարոզում ու իրենց հավատացողները հեռանում են ճշմարիտ հավատից։ Դիվային վարդապետությունը այս մարդկանց մեջ կերտում է համապատասխան մոլար ուսմունք եւ մոլար իմաստություն, որի հետևանքում Աստծո խոսքի գործնական իրականացման մեջ նրանք ծուր կիրառություններ են տալիս։ Իրենց սուտ իմաստությունը տանում է ինչ-որ գործնական կյանքի ծառայության, սակայն այդ ամենը Աստծո կամքից դուրս է։ Դու ասում ես, որ Աստծո կամքն ես անում, իսկ ինչու ես վստահ, որ դու Աստծուն ես ծառայում։ Գուցե քո իմաստությունը ազդված լինելով մոլար վարդապետություններից, քեզ առաջնորդել է ծառայելու սատանայի կամքին։ Որովհետև ինչպիսին որ քո վարդապետությունն է, այդպես էլ ծառայելու ես։ Դիվային վարդապետություն ունեցողը ծառայում է դիվային աշխարհին, իրենց նպատակների իրականացմանը։ Մոլար խարիզմատները դիվային ազդեցությամբ անհասկանալի լեզուներով խոսում են, կարծելով, թե Աստծուն են ծառայում կամ հաճեցնում, այնինչ իրենք իսկ չեն հասկանում ինչ են ասում, որտեղ կա շատ նաև հայոյություններ Աստծուն։ Այդ մոլար վարդապետությունը իրենց դարձրել է սատանայի ծառաներ, իսկ իրենք կարծում են, որ դա հոգևոր հասունություն է, երկնային իմաստություն է եւ Աստծուց է, ի վերուստ է այդ շնորհը։ Ահա թե որքան վտանգավոր է, երբ դու իմանալով Աստծո հայտնի կամքը գրված խոսքի մեջ հակառակվում ես, որոշումներդ ու քայլերդ իրականացնում ես ըստ քո կարծիքի, զգացմունքի ու հարմարության, որտեղ դրան հետևում է մոլորությունը։ Եվ այդ կերպ քո որոշումները, քո քայլերը, քո գործողությունները ծառայում են չարի նպատակներին։ Սա վերաբերում է կյանքի ամեն տեսակ հարցերին՝ ընտանեկան, ամուսնական, աշխատանքային, համայնքային կյանքի ու ծառայության։ Ուրեմն 4. Ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն դիվային է, այն ծառայում է դիվային աշխարհին ու դրանց ծրագրերին։ Հետևաբար մի շեղվիր Աստծո խոսքից ու որոշումներդ կայացնելուց առաջ քննիր այն խոսքով, որ իմանաս Աստծո կամքը հստակորեն։ Եվ վերջին 5. Ինչպիսին է մարդկային իմաստությունը, այն կործանարար է։ 16-րդ համարը։ Որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար գործ կա։ Այս երկու բառերը նախանձ եւ եսասիրություն նույն բառերն են, որոնք մենք հանդիպեցինք 14-րդ համարում։ Այս երկու բառերը նկարագրում էին մարդու սրտի վիճակը, եսակենտրոնությունը։ Եվ հիմա Հակոբոսն ասում է, որ երբ միտեղ կան մարդիկ, ովքեր ունեն այսպիսի սիրտ եւ այսպիսի իմաստություն, ապա այդտեղ մարդկային հարաբերությունների մեջ կլինի անկարգություններ եւ ամեն տեսակ չար բան, ամեն տեսակ չար գործեր։ Սա արդյունքն է այնպիսի մարդկային իմաստության եւ
Սա տալիս է այնպիսի պտուղ, որը նկարագրում է, թե ինչպիսին է իմաստությունը մարդու ունեցած։ Նույն այս անկարգություն բառը Պողոսն է օգտագործում առաջին Կորինթացիս 14:33-ում։ Ասում է, որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։ Աստված անկարգության Աստված չէ, Տերը ամեն բան ստեղծեց կարգով ու կանոնով, սա աստվածային իմաստության պտուղն է։ Եվ քանի որ Աստծո զավակներին Տերը շնորհում է երկնային իմաստությունը, ուստի սրբերի բոլոր եկեղեցիներում նույնպես այդ իմաստությունը տալիս է կարգապահություն եւ խաղաղության պտուղը։ Իսկ որտեղ կար մարմնավոր իմաստություն, մարդկային իմաստություն, այնտեղ անկարգություններ են ամեն տեսակ հարցերի մեջ։ Եվ մարդկանց մեջ կա նախանց ու եսակենտրոնություն, ապա այդտեղ չի կարող լինել առողջ ու մնայուն միաբանություն, հաշտություն եւ խաղաղություն։ Այդտեղ չի կարող աստվածային ճշմարիտ կարգերը հաստատվել ու պահպանվել, քանի որ այսպիսի մարդկանց սրտերը Աստծո շահը չեն փնտրում։ Այսպիսի մարդիկ անում եկը փնտրում է իր շահը, ոչ թե դիմացինի շահը, ոչ թե դիմացինին ծառայելը։ Ասում է ամեն չար գործ, սա ցույց է տալիս, որ այսպիսի վիրուսը սկսվում է տարածվել ամբողջ մարմնի մեջ ու ազդել բոլոր ոլորտների վրա։ Իսկ այսպիսի չար գործերը ի վերջո կտանեն բաժանության եւ կործանման։ Մարդկային իմաստությունը ոչ միայն անհատապես է մարդուն տանում կործանման, այլ նաեւ համայնքային կյանքում։ Ոչ միայն քրիստոնեական շրջանակներում, այլ առհասարակ ամբողջ աշխարհում։ Մարդկային կործանարար իմաստությունն է պատճառը աշխարհում տեղի ունեցող ամեն տեսակ չար գործերի, պատերազմներ, ամեն տեսակ հանցագործություններ, ատելություն, անարդարություն։ Իսկ երկնային իմաստությունը խաղաղության ու արդարության պտուղներ է բերում, որի նկարագրության մասին կուսումնասիրենք հաջորդ անգամ։ Ուրեմն ամփոփենք, Հակոբոսը տվեց 5 նկարագրություն մարդկային իմաստության մասին։ Այն եսակենտրոն է, երկրավոր, մարմնավոր, դիվական եւ կործանարար։ Տերը մեզ շնորհ անի հասկացողություն տա, որ մենք քննենք ու տեսնենք մեր ունեցած իմաստության էությունը, նայելով մեր գործնական հնազանդությանը։ Սիրելի եղբայրս, քույրս, թե այսօր տեսնում ես, որ դու նույնպես ունես իմաստության պակաս, տեսնում ես, որ դեռ ինչ որ հարցերով, ինչ որ չափով, քո մտքով ու գործերով նման ես այս երկրավոր իմաստությանը, ապա խոստովանիր Աստծուն, որ շատ հարցերում մարդկային իմաստությամբ ես որոշումներ կայացնում, շեղվելով Աստծո խոսքից։ Աղոթիր ու խնդրիր Աստծուց երկնային իմաստությունը, որպեսզի աճես հոգևորապես ու առաջ ընթանաս սրբագործման մեջ։ Շարունակ մնալով Աստծո խոսքի ուսուցման մեջ ու աղոթքի մեջ, թույլ տուր, որ Սուրբ Հոգին քո մեջ ձևավորի ճշմարիտ իմաստությունը, հեռու պահելով այս աշխարհի սուտ ազդեցություններից, քո մարդկային խաբուսիկ ցանկություններից, զգացմունքներից եւ նաեւ դիվային աշխարհի չար ազդեցություններից։ Ամեն օր ուշադրություն դարձրու, թե ինչ տեղեկություններ, ինչ ինֆորմացիա է լցվում քո միտքը։ Հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի, սոցցանցերի, ընկերական միջավայրի, շարունակ մեր միտքը ազդեցության տակ է։ Այս ամենը ձևավորում են քո միտքը, մտածելակերպը, կարծիքը ու ազդում են քո կյանքի որոշումների վրա։ Իսկ որքան ժամանակ ես տալիս ամեն օր, որ Աստծո խոսքը գործի քո մտքի վրա, ձևավորի միտքդ ու լցնի երկնային իմաստությամբ։ Մի կերպարանեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, ձեր իմաստությամբ ու գիտությունով, որպեսզի լինեք Աստծո իրական ծառաներ։ Մարդկային իմաստությունը չի ծառայում Աստծո ծրագրերին, այն հակառակ է Աստծուն։ Դա համար մենք այն ինչ մարդկային իմաստությամբ որ լցված ենք եղել, կբերենք Տիրոջ առաջ, որպեսզի Տերը այն փոխի, նորոգի, իր երկնային իմաստությամբ լցնի, որպեսզի մենք լինենք իր խոսքը կատարողներ, շարունակապես կատարողներ, որը պիտի բերի պտուղ, խաղաղության պտուղ եւ իր անվան ու փառքին ծառայի։ Եկեք ոտքի վրա աղոթք անենք։ Մեր պաշտելի սիրելի Հայր,
Խոստովանում ենք Տեր, որ մենք շատ հաճախ մեր մարդկային իմաստությամբ ենք խոսում, գործում, վարվում եւ այդ ամենը բերում ենք քո առաջ, խնդրելով քո ողորմությունը, քո ներումը, որ դու օգնես մեզ գիտակցելու, տեսնելու այս բազում տկարություններն ու մեղքերը, որոնց մեջ մենք ընկնում ենք։ Մեր փափագն է Տեր, որ դու բացես մեր սրտի, մեր մտքի աչքերը, ել ավելի լուսավորես քո ավետարանի ճշմարտությամբ, քո ավետարանի լույսով, որպեսզի մենք ել ավելի շատ հասկացողություն ունենանք քո մասին, կյանքի մասին, քո կամքի ու ծրագրերի մասին։ Դրա համար մենք աղոթում եւ աղերսում ենք, որ դու լցնես երկնային իմաստությամբ մեզ, Տեր։ Մեր ամենօրյա փափագն է Տեր, որ մենք ել ավելի լցվենք քո իմաստությամբ, քո խոսքի գիտությամբ, որը որ պիտի ձևավորի մեր մտքերը եւ լինի լույս մեր ճանապարհների մեջ, Տեր։ Օրհնիր մեզ, օրհնիր քույրերիս, եղբայրներիս, որ մենք շարունակ լցվենք քեզանով, քո հոգով, քո խոսքով եւ ապրենք քո շահափնտրելով, քո փառքի համար, Տեր։ Օրհնիր եւ դու փառավորվիր ամենքիս, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։